Պարոն Մկրտչյան, մի քանի հարցեր ունեմ։ Իհարկե, պարոն Ղազարյանի հարցին չպատասխանեցիք, ի վերջո ինչ կարծիք է տրված ջրբաստողման հետ կապված, դրական թե բացասական։ Իմ հարցերը հետևյալներն են. ձեր հիմնավորումների մեջ խոսք չկա 16-ից 18 թվականների ընթացքում իրականացված գործողությունների մասին, մասնավորապես Արարատյան ավազանի ջրային հորիզոնի կայունացման ուղղությամբ, այդ նաև մի շարք տնտեսություններում փականային ռեժիմի բերելու եւ այլն։ Փոխարենը մի ցուցանիշ եք այստեղ գրել, որտեղ ասում է, որ 853 միլիոն մետր խորանարդ ջրառ է իրականացում միայն ձկնաբուծարանների համար, այդ դեպքում, երբ որ ամբողջ վերականգնվող պաշարը Արարատյան ավազանի 1.1 միլիարդից չի անցնում, եւ դա էլ դեռևս 1984-85 թվականների հետազոտության արդյունքներ։ Ես խնդրեմ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեք, ինչ է արվել այդ շրջանում եւ ինչու է դրական ցուցանիշները 18-ից հետո վատացան։ Մասնավորապես ես ունեմ ցուցանիշներ իմ ձեռքի տակ եւ դա հրապարակված է նաեւ ձեր նախարարության պաշտոնական կայքեջում, դուք այս հիմնավորման մեջ չեք նշել։ Պատճառները որոնք էին, որ 18-ից հետո վատացան այդ ցուցանիշները։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, դուք իրավացի եք, 1.1 միլիարդ խորանարդ մետր է եղել նախկինում վերականգնվող ջրի ծավալը, սակայն համապատասխան ուսումնասիրությունները, որը հենց 16-18 թվականներին են իրականացվել միջազգային գործընկերների կողմից եւ վերաբերում են շուրջ 25 տարվա կանխատեսումներին, այդ վերականգնվող ջրի ծավալը 1.1 միլիարդից իջել է մինչեւ 900, ես հիմա ձեզ հստակ թիվ ասեմ, իջել է մինչև 926 միլիոն խորանարդ մետր եւ սույն նախագծով հենց կարգավորումը այն մասին է, որ վերականգնվող ծավալն է բաշխվում ըստ առաջնահերթությունների, սկսած խմելու եւ կենցաղային, այսինքն առաջի տեղում գտնվում է մարդկանց համար խմելու եւ կենցաղային համար ջրի օգտագործման առաջնահերթությունը, այնուհետև ոռոգման եւ այդպես ըստ առաջնահերթությունների նաեւ ձկնաբուծարանների համար տրվող ջրաքանակը սահմանվում է վերականգնվող ջրի ծավալին համապատասխան գտնվելով առաջնահերթությունների սանդղակում 4-րդ հորիզոնականում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, ես դրա համար հարցնում, ինչ չի արվել 18-ից այս կողմ, որպեսզի այդ ցուցանիշները դեպի դրական գնան։ Տեսեք, մենք ունենք կառավարման, ջրավազանային կառավարման պլաններ, որտեղ ձեր կողմից նշված բոլոր ցուցանիշները հաշվի առնելով 1.1 միլիարդ վերականգնողական մաքսիմալ ծավալը թիրախավորված նպատակ է դրված եղել, որպեսզի իջեցվի, հատկապես ձկնաբուծական տնտեսությունների մասով եւ հատկապես փակ շրջանառու համակարգը ներդնելու, խրախուսելու մասով։ Դուք հիմա բերում եք այստեղ փոփոխություն, ընդ որում շտկելով նախկինում թույլ տված սխալը, որի վերաբերյալ այս ամբիոնից ասեցինք, որ նույնիսկ փակ շրջանառու համակարգն է սխալ ներկայացվում եւ դա չի կարող իրականացվել։ Հիմա բերել եք այստեղ որոշակի ուղում եք տալիս, որ 40%-ի վերականգնման հնարավորությունն է, բայց միևնույնն է, ամբողջ համակարգային խնդիրը չեք ներկայացնում դուք, չէ՞ որ ի վերջո Արարատյան ջրավազանի կայունացումը նաև բերելու է Սևանի ջրերի խնայողությանը, բացթողումների նվազեցմանը եւ այլն։ Այսինքն այս համակարգային առումով եմ ակնկալում ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ։ Պարոն Մինասյան, շնորհակալություն, ես հասկանում եմ ձեր հարցի էությունը եւ վերականգնվող ծավալի չափականակի սահմաններում ճիշտ բաշխումը արդյոք Արարատյան արտեզյան ավազանի խնդիրների լուծման ուղղված միջոցառում չէ։ Իհարկե դրան ուղղված միջոցառում է, թե ինչու է Արարատյան արտեզյան ավազանի վերականգնվող ջրի ծավալները նվազել վերջի տարիներին, դրա պատճառները բազմաթիվ են եւ կապված չեն միայն կառավարման, ես ավելի շատ կասեի նաեւ կառավարման հետ կապված խնդիրների ազդեցությունը երևի այդ պատճառների մեջ գտնվում է հետին սանդղակներում։ Բոլորս ականատես ենք լինում կլիմայի համընդհանուր փոփոխության եւ ոչ միայն կլիմայի փոփոխության ու դրա հետ համատեղ նաեւ ջրային ռեսուրսների պակասի խնդրին։ Հիմա ձեր ներկայացրած հարցադրման հստակ պատասխանը հենց այս նախագիծը, որ մենք մեր օգտագործվող ջրաքանակը համապատասխանեցնում ենք փաստացի վերականգնվող ջրաքանակին եւ ոչ թե թողում ենք նախկին կարգավորումը ու նախկին ծավալները։ Չափազանց կարևոր հարց է, դրա համար
անհրաժեշտ եմ գտնում նաև հանրությանը իրազեկել այս մասով։ Արարատյան ջրավազանային ողջ համակարգը իսկապես սպառնալիքի տակ է եղել տարիներ շարունակ եւ ցավոք սրտի շարունակում է մնալ, ու այն դրական փոփոխությունները, որ ակնկալվում էր այն ժամանակ, երբ հաստատվեց նույն ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացված վերլուծությունների հետազոտությունների հիման վրա հաստատվեց նաև Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանը, որտեղ նաև նախատեսված էր ջրերի օգտագործման առավելագույն քանակություն տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում նաև ձկնաբուծարանների համար, որ էականորեն պետք է նվազեցվեր, ցավոք պետք է արձանագրենք, որ այս տարիների ընթացքում չի իրականացվել։ Պատճառները ես ակնկալում եի, որ կառավարության ներկայացուցիչը պետք է այստեղից բարձրաձայնի, սակայն չբարձրաձայնեց։ Պատճառները ոչ միայն կառավարման ձախողումներն են, նաև այն պատկերացումների, թյուր պատկերացումների հանրությանը ներկայացնելը եւ ձախողումներ այդ ուղղությամբ, որ նաև այս ամբիոնից է հնչել։ Դուք հիշում եք, մի քանի ամիս առաջ էր, թե 1 տարի առաջ էր, երբ որ քննարկվում էր փակ շրջանառու համակարգ, եւ այստեղից հերոսաբար հիմնավորում էին, թե դա ճիշտ է եւ այլն։ Իրականում ի սկզբանե ձախողված էր դա, որովհետեւ փակ շրջանառու համակարգի անգամ սահմանումն էր սխալ տրված։ Հիմա բերվել է, փորձ է արվում շտկել, բայց նորից ամբողջական չի սա, լիարժեք չի։ Պարոն Մկրտչյան, այս փաթեթը կարևոր է եւ բնականաբար մենք ձեռնպայն քվեարկելու, ակնկալելով, որ կամբողջացնեք եւ նաեւ կներկայացնեք այն հիմնական անելիքները, որոնք ոչ միայն կառավարման ջրավազանային կառավարման պլանում պետք է ճշգրտումներ կատարվեն հաշվի առնելով նաեւ ներկա ստեղծված իրավիճակը, այլ նաեւ թիրախային ցուցանիշներ, որպեսզի հետագայում չափելի դառնա դա։